Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մեր վերջին թողարկումներից մեկի ընթացքում զրուցել ենք շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգի Կարմիր գրքի մասին եւ ակամա արծարծել ենք յունգյան վերլուծական հոգեբանության մի շարք գաղափարներ։ Այսօր կփորձենք առավել մանրամասն խոսել այս թեմայի շուրջ։ Տաղավարում է հոգեբանության տեսաբան Գագիկ Պետրոսյանը։ Բարի օր, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալվելու համար։ Ուրախ եմ։ Շարունակելով մեր նախորդ զրույցը, ո՞րն է Կարլ Յունգի վերլուծական հոգեբանության առանձնահատկությունը եւ ինչով է այն տարբերվում հոգեբանական այլ հայեցակարգերից։ Շնորհակալություն։ Եթե փորձենք ընդհանուր առմամբ ներկայացնել Կարլ Յունգի վերլուծական հոգեբանական հայեցակարգի առանձնահատկությունները, ապա նախ պետք է այն համեմատենք նրա ժամանակներում 20-րդ դարասկզբին առավել լայն տարածում գտած գիտակցության հոգեբանության հետ համեմատության մեջ դիտարկենք եւ փորձենք տարբերությունները հասկանալ, որ այս դեպքում անգիտակցական հոգեկանի դիտարկումն է Յունգի կողմից տարբերում նրա հայեցակարգը գիտակցության հոգեբանության այդ մեծ հսկայական կարծես տեսություններից։ Բայց մյուս կողմից գիտենք, որ այդ ժամանակաշրջանում արդեն Եվրոպայում կային անգիտակցական հոգեկան ուսումնասիրող մի շարք հայեցակարգեր, որոնցից երևի առավել ազդեցիկը Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծությունն էր եւ նրանից հետո արդեն առաջացած Ալֆրեդ Ադլերի անհատական հոգեբանական հայեցակարգը։ Բայց երկու դեպքում էլ դիտարկվում էր անհատական անգիտակցություն, այսինքն հոգեկանի այն հատվածը, որը անգիտակցական էր իր էությամբ, բայց անհատական էր։ Այս առումով Յունգի տեսությունը տարբերվում է այս անգիտակցության հոգեբանությունից նրանով, որ Յունգյան հայեցակարգում դիտարկում են հոգեկանի այնպիսի բովանդակություններ, որոնք համընդհանուր են, կոլեկտիվ են։ Այսինքն կարծես դրանք չեն բխում անհատական փորձառությունից, դրանք տրվում են մարդուն իծն է, մարդը իր հետ բերում է դա եւ դրանով է որոշում նրա մարդկային տիպը, մարդկային տեսակը։ Այսինքն, եթե ընդհանրացնենք, պետք է ասենք, որ Յունգի տեսությունը տարբերվում է նախ նրանով, որ դիտարկում է հոգեկանի անգիտակցական մակարդակը եւ դրանով տարբերվում է գիտակցության հոգեբանության այսպես հսկայական մեծ ուղղությունից եւ երկրորդ, որ դիտարկում է կոլեկտիվ անգիտակցական բովանդակությունները, որոնցով նա առանձնանում է նաեւ անգիտակցության հոգեբանության այդ որոշակի շրջանակներում։ Թերևս սկսենք անհատական անգիտակցականից։ Խնդրում եմ ասել, թե ո՞րն է անհատական անգիտակցականի եւ գիտակցության հարաբերության յունգյան ըմբռնումը, ինչպես են դրանք իրար հետ փոխազդում։ Յունգի հայեցակարգում գիտակցությունը հանդես է գալիս որպես միջանկյալ օղակ, կապող օղակ արտաքին աշխարհի եւ մարդու հոգեկան այդ ամբողջ կարծես ոլորտի հետ։ Գիտակցությունը բերում է ինֆորմացիա, բերում է որոշակի տվյալներ արտաքին աշխարհի մասին եւ կապակցում է, կարծես ինչ-որ ձևով կցում է այդ արտաքին եւ ներհոգեկան ոլորտները եւ անմիջապես գիտակցության այդ որպես միջանկյալ օղակ հանդես գալու հաջորդ օղակը արդեն անհատական անգիտակցությունն է, որտեղ կուտակվում են անհատի կենսափորձի, անձնական փորձառության որոշակի տվյալներ։ Հետաքրքիր է, որ Յունգը տալիս է անգիտակցության գործառույթներ արտահոգեկան եւ ներհոգեկան, էկտոպսիխիկ եւ էնդոպսիխիկ, որոնցով էկտոպսիխիկ արտահոգեկան գործառույթներով գիտակցությունը հարաբերվում է արտաքին աշխարհի հետ, էնդոպսիխիկով ներքին աշխարհի հետ, այսինքն կարծես արտաքին աշխարհից ստացված տվյալները տանում է դեպի ներս եւ ներքին աշխարհից ստացված տվյալները դարձյալ բերում է գիտակցություն։ Այսինքն գիտակցությունը կարծես մի հանդիպման վայր լինի, որտեղ հանդիպում են արտաքին աշխարհից ստացած տպավորությունները, ինչպիսին օրինակ զգայությունների միջոցով ստացված տպավորությունները, եւ ներքին աշխարհից ստացված տպավորությունները, որոնք անհատական հիշողություններ են, որոնք տարբեր ավելի խորքային անգիտակցականից եկած ներխուժում, եթե կարող ենք այդպես թարգմանել, ինվազիաներ, որոնք մեր անգիտակցությունից գալիս են դեպի գիտակցություն, այսինքն այս տեսակետից եթե նայենք, այս կողմից եթե նայենք, ապա գիտակցությունն, անհատական անգիտակցությունը կարծես եթե գիտակցությունը նախաշեմն է, ապա անհատական անգիտակցական նախասրահն է, կարծես, որտեղ արտաքին աշխարհը եւ ներքին ներհոգեկան բովանդակություններ հակազդում են, ընդ որում ավելի ճիշտ հանդիպում են, նաեւ հակազդելով, ընդ որում այստեղ կարեւոր է մի հանգամանք, որ Յունգը հոգեկանը դիտարկում էր որպես հարմարողական համակարգ, այսինքն շրջակա միջավայրում
մարդուն հարմարվելու եւ նրա կենսագործունեությունը լավագույն ուղղությամբ ուղղորդելու համակարգ, հետեւաբար այս մոդելը կարծես որոշակիորեն արդարացված է, որտեղ առավել լավ հարմարման համար անհրաժեշտ է համապատասխանեցնել արտաքին աշխարհից եկող բովանդակությունները եւ ներհոգեկան բովանդակությունները։ Փորձենք ավելի մանրամասնել անհատական անգիտակցության բովանդակության մասը։ Երևի պետք է նաև դիտարկել այստեղ բարդությունները, կոմպլեքսները։ Խնդրում եմ փոքր մանրամասնեք։ Այո, ճիշտ եք նկատում, Յունգի տեսությունը սկզբնական շրջանում Յունգը իր տեսությունը նաև անվանում էր բարդութային հոգեբանություն, կոմպլեքսային հոգեբանություն, որովհետև այն հիմնակարը, որի վրա կառուցվում է ամբողջ հայեցակարգը, այդ հոգեկանի միավորներն են, բարդույթները։ Այսինքն նա գտնում էր, որ հոգեկանը ոչ թե մի տարածք է լցված որոշակի բովանդակությամբ, այլ այդ բովանդակությունը հանդես է գալիս առանձին խմբավորումներով, միավորումներով։ Այդ միավորումներին տալիս է բարդույթ կամ կոմպլեքս անվանումը, այդ միավորի միջուկը հուզական կողմն է, իսկ իմացական կողմը կարծես համախմբված է դրա շուրջ, եւ ամենակարևորը, որ անհատական անգիտակցականի այդ բովանդակությունները ինչ որ իմաստով ավտոնոմ են, ինքնավար։ Այսինքն Յունգը գտնում է, որ դրանցից յուրաքանչյուրը առանձին իր նպատակները ունի, իր մոտիվներ ունի, նույնիսկ իր իմացական որոշակի բովանդակություններ ունի, հանդես է գալիս որպես առանձին ինքնավար անձնավորություն, բայց քանի որ մեր եսը ըստ Յունգի նույնպես բարդույթ է, որը սակայն օժտված է կամային էներգիայով, եսը կարողանում է այդ բարդույթների հսկայական բազմությունը կարգավորել եւ ուղղորդել որոշակի մեկ կոնկրետ ուղղությամբ եւ շատ հոգեկան հիվանդություններ հենց հանդես են գալիս եսի թուլացման հետևանք որպես, որովհետև երբ եսը թուլանում է, կորցնում է իր այդ իշխանությունը, հասկանալի է, որ այդ ինքնավար բարդույթները կարող են հանդես գալ որպես լրիվ ինքնուրույն, եւ այդ դեպքում կարող ենք մենք նաեւ հանդիպել այնպիսի երևույթին, ինչպիսին անձի երկատումն է կամ բազմակի անձանց դրսևորումը, չէ՞, կան մարդիկ, ովքեր տարբեր ժամանակահատվածներում կարող են տարբեր անձ որպես դրսևորվել, չնայած մեր առօրյա կյանքում նույնպես բարդույթները դրսևորվում են եւ դա օրինաչափ է, տարբեր միջավայրերում մենք հանդես են գալիս որպես տարբեր մարդիկ, եթե այդպես մի քիչ չափազանցրած ասենք, չէ, բայց բոլոր դեպքերում դրանք ենթարկվում են մեր եսին։ Մինչ այլուց այստեղ կցանկանայի մի օրինակ բերել հենց մեր նախորդ հաղորդման հետ կապված, թե ինչպես են դրսևորվում բարդույթները, իմ մտերիմներից մեկը նախորդ հաղորդումը նայելով ինձ հարցնում է, երբ մենք խոսում ենք Եղիա Մարգարեի եւ Սալոմեի մասին, Սալոմեն համր էր թե կույր։ Ես ասում եմ իհարկե կույր։ Եվ նա ասում է, բայց նախորդ հանդիմանը դու ասացիր, որ համր է։ Հասկանում եք, այստեղ դրսևորվում է որոշակի բարդույթ, որովհետև Եղիան լոգոսն է, Սալոմեն էրոսն է, եւ երբ ես ասում եմ համր, նշանակում է ըստ վերլուծական հոգեբանության ներսում կա որոշակի կոմպլեքս, չէ, այսինքն այդ էրոսի համրությունը, ինչու իրականում էրոսը կույր է, լոգոսի իմաստուն է, էրոսը կույր է, ոչինչ չի տեսնում, ձգտում է իր նպատակին, բայց ես ասում եմ համր է, դա նշանակում է իմ ներսում կա որոշակի կոմպլեքս, այսինքն եթե վերլուծությունը իհարկե այստեղ այդ վերլուծությունը չանենք, եթե վերլուծությունը գնա կբացահայտի եւ այդ կոմպլեքսը գալիս եւ գրավում է իրականի տեղը։ Այսինքն փոխարենը ասեմ կույր, ասում եմ համր։ Եվ այսպես վերլուծությամբ մենք գնում եւ բացահայտում ենք այդ կոմպլեքսները, թե տվյալ անձի անհատի մոտ ինչ բարդույթներ կան եւ այդ բարդույթներից որն է ավելի ինքնավար ու ավելի ազդեցիկ։ Այս առումով իհարկե Յունգյան տեսությունը աչքի է ընկնում, որովհետեւ եւ հետագայում նույնիսկ Ֆրոյդը նրանից վերցնում է այս հասկացությունը, բարդույթ հասկացությունը եւ Յունգից հետո բոլորս հիմա նույնիսկ առօրյայում օգտագործում ենք այդ կոմպլեքս հասկացությունը, չէ՞։ Այսինքն հոգեբանության մեջ կարծես արմատավորվեց այս գաղափարը, որ հոգեկանի բովանդակությունը հանդես են գալիս առանձին միավորների տեսքով։ Այսինքն որոշակի միավորներ, որոնցից յուրաքանչյուրը դրսևորվում է որոշակի իրավիճակներում։ Իսկ որոնք են կոլեկտիվ անգիտակցականի բովանդակությունները եւ ինչպես են դրանք դրսևորվում արդեն անհատների կյանքում։ Կոլեկտիվ անգիտակցությունը արդեն անգիտակցության այն շերտն է, որի բովանդակությունը մեր անհատական կյանքի ընթացքում չեն ձևավորվում։ Դրանք նախորդում են մեր գոյությանը եւ մեզ կարծես տրվում են, բայց պետք է ասենք, որ դրանք տրվում են որպես ձևեր, ձևակերպարներ, եթե կարելի այդպես ասել, պատտերներ։ Յունգը դրանց անվանում է արխետիպ։ Արխետիպ կամ ուրբիլդ, այսինքն նախակերպար, նախապատկեր, երկու բառն են, մեկը տարբեր լեզուներով նույն բանն է նշանակում, նախակերպար, նախապատկեր, որը մեզ տրվում է որոշակի բովանդակությամբ լցնելու, այսինքն մենք մեր կյանքի օրոք այդ ձևերը լցնում ենք որոշակի բովանդակությամբ, բայց ձևերը մեզ տրված են կանխավ, այսինքն նախապես։
Արխետիպերը ըստ էության շատ սերտորեն կապված են բնազների հետ եւ պետք է այստեղ ասենք, որ կարծես արխետիպը լինի բնազդի դրսևորման ձևը։ Եվ երբ Յունգը խոսում է կոլեկտիվ անգիտակցության բովանդակությունների մասին, ասում է, որ կոլեկտիվ անգիտակցականը կազմված է արխետիպերից եւ բնազներից կամ բնազներից եւ արխետիպերից, որովհետեւ եթե կա բնազդ, այսինքն մղում ինչ-որ գործողություն անելու, պետք է լինի նաեւ այդ գործողություն անելու ձևը, որովհետեւ կենթանական աշխարհում հայտնի է, նա վերում է բազմաթիվ օրինակներ, հայտնի է, որ միջատը, որը չէր կարող իր նախորդ սերունդից ինչ-որ փորձառություն փոխարել, չէ, սովորել թիթեռները տարբեր տիպի այնպիսի բարդ գործողություններ են իրականացնում, որոնք ըստ էության ծրագիր են որպես հանդես գալիս եւ այդ ծրագրերը մեր ներսում արդեն կան, կենթանի այդ միջատների ներսում արդեն կան։ Այսինքն օրինակ բազմացման բնազդի հետ կապված բավականին լուրջ բարդ գործողություններ իրականացնում մի թիթեռնիկ, որ անհավանական է թվում, որ նա կարող էր կյանքի օրոք իր ծնողից դա սովորել։ Այսինքն Յունգը անում է մի եզրակացություն, հանգում է մի եզրակացության, որ այդ ծրագրերը մեզ տրված են իծն է, որոշվում են մեր տեսակով եւ կոլեկտիվ անգիտակցությունը, մարդու կոլեկտիվ անգիտակցական հոգեկանը իր մեջ ներառում է նույնիսկ մեր հերավոր նախնիների, Յունգը չի վախենում ասել, որ նույնիսկ մեր կենթանի նախնիները, այսինքն նույնիսկ օղակաձև որդերի եւ այլն, այդ տեսակային պատմական փորձառությունը, որը մեր ներսում կարծես այդպես կուտակված կա։ Որն է հոգեկան էներգիայի յունգյան տեսության էությունը եւ ինչով է այն տարբերվում Զիգմունդ Ֆրոյդի տեսությունից։ Հետաքրքիր հարց է, որովհետեւ Ֆրոյդի եւ Յունգի բաժանման հիմքում ընկած է հենց լիբիդոյի հայեցակարգը, այսինքն երբ Ֆրոյդի տեսության մեջ լիբիդոն հիմնականում նույնացում է սեռականության հետ, այսինքն Ֆրոյդը ցանկացած մղում անվանում էր սեռական մղում, իհարկե լայնացնելով սեռական հասկացության այդ դաշտը, ցավալման դաշտը, Յունգը գտնում է, որ կա կենսական էներգիա եւ լիբիդոյին այդ կենսական էներգիային է տալիս լիբիդո անվանումը եւ սեռական էներգիան ընդհանրապես այդ լիբիդոյի մի դրսևորումն է։ Եվ ամբողջ կյանքը կարծես մարդու ամբողջ գործունեությունը եւ ոչ միայն մարդու բոլոր կենդանիների ամբողջ գործունեությունը տեղի է ունենում հենց էներգետիկ որոշակի փոխազդեցությունների միջոցով կամ փոխակերպումների նույնիսկ կարելի է ասել միջոցով եւ ի տարբերություն Ֆրոյդի, ով փորձում է լիբիդոյի տեսությամբ մեկնաբանել իր հոգեվերլուծական հայեցակարգի որոշ գաղափարներ, Յունգը տալիս նաեւ հենց լիբիդոյի տեսությունը, այսինքն այդ էներգետիկ փոխակերպումները, ինչպես են դրանք, ինչպես է էներգիան շարժվում, տեղաշարժվում եւ բավականին հետաքրքիր լիբիդոյի հայեցակարգ է առաջ քաշում եւ հենց այս հայեցակարգի հետ կապված, երբ նա մերժում է Յունգյան Ֆրոյդյան այդ սեռականության գաղափարը, շատ պատմաբաններ, հոգեբանության պատմաբաններ ասում են, որ դա էր ընկած նրանց բաժանման հիմքում։ Բոլոր դեպքերում հիմնական տարբերությունը այն է, որ Յունգի մոտ լիբիդո հասկացությունը չասենք այլ է, բայց որոշակիորեն ավելի լայն է եւ ներառում է ընդհանրապես ամբողջ կենսական էներգիան։ Եթե փորձենք Ֆրոյդի տեսությունը այսպես հասկանալ, կարող ենք որոշակի վերապահումներով նույնպես հասկանալ, բայց կան այնտեղ մերկություններ, որոնք իհարկե տալիս են էական տարբերություններ։ Մեր նախորդ զրույցի ժամանակ Կարմիր գիրքը քննարկելիս դուք նշեցիք, որ այս գրքի բովանդակությունը անհատականացման Յունգի անձնական փորձառության նկարագրությունն է։ Իսկ ինչ է անհատականացումը որպես հոգեբանական տեսություն, որն է դրա օբյեկտիվ արժեքը։ Եթե կարճ ասենք, անհատականացումը հակադրությունների միավորման վերջնարդյունքն է։ Յունգի կարծիքով մարդը կազմված է հակադիր կողմերից։ Եվ ընդհանրապես ամբողջ աշխարհը, եթե այս տեսակետից դիտենք, Յունգի տեսությունը դուալիստական է, այսինքն երկու բևեռներ են ընդունում չարը բարին, մութը լույսը։ Եվ Յունգի կարծիքով կատարելությունը այդ հակադրությունների միավորումն է։ Անձի մակարդակում, առանձին անձի կամ մարդկային անհատի մակարդակում իհարկե դա սեփական մութ խավար կողմերի ճանաչումն է, այսինքն երբ մենք մերժում ենք մեր մութ խավար կողմերը, մեր անցանկալի կողմերը, հիմնական անգիտակցություն, մենք անվանում ենք հենց նրան, ինչը մերժել ենք, կամ ինչը մեզ տրված է իծն է, ինչպես ասեցինք, չէ, կոլեկտիվ անգիտակցության դեպքում, բայց մենք իհարկե ապրում ենք գիտակցության գերակայման ժամանակաշրջանում, մեզ համար գիտելիք ուժը, մեզ համար մարդու բոլոր որոշումները գիտակցական են եւ այլն, եւ հասկանալի է, որ անգիտակցությունը կարծես զրկվում է իր իրավասություններից, բայց դա ամենևին չի նշանակում, որ այն կորչում է։ Այն շարունակում է ապրել իր կյանքով, իր սեփական կյանքով։ Պատկերացեք, եթե անհատական անգիտակցության բարդույթը առանձին
անձ է, անձնավորություն է, արխետիպը ընդհանրապես մի աստվածություն է առանձին։ Ըստ Յունգի հենց այդպես էլ կա, այսինքն բոլոր աստվածությունները որոշակի արխետիպերի դրսևորումներ են։ Պատկերացրեք ինչ հզորություն, ինչ ուժ ունեն եւ հենց էներգետիկ առումով հսկայական էներգիայով ոշտված միավորներ են, որոնք մեր անգիտակցականում կան, միջամտում են մեր կյանքին, բայց չեն կառավարվում մեր գիտակցության կողմից, որովհետեւ գիտակցությունը նրանց ուղղակի չի ճանաչում, պարզապես չի ճանաչում։ Շատ դեպքերում մենք ոչ թե արտամողում ու ճնշում ենք, ինչպես Ֆրոյդի դեպքում էր, պարզապես չճանաչելով չենք իմանում ինչպես վարվել դրանց հետ, մերժում ենք դրանց գոյությունը։ Որոշ դեպքերում վերագրում ենք այդ կոլեկտիվ անգիտակցության բովանդակությունները մեր անձին։ Այս դեպքում մենք տարալուծվում ենք այդ հսկայական օվկիանոսում, այսինքն հակառակ բանն է տեղի ունենում։ Մեզ թվում է թե մենք կարող ենք յուրացնել կոլեկտիվ անգիտակցության բովանդակությունները, բայց իրականում մենք ենք յուրացվում նրա կողմից։ Մեր անձը արժեզրկում է, ինֆլյացիայի է ենթարկվում եւ հասկանալի է, որ տարալուծում ենք այդտեղ կարող է լինել խելագարություն եւ այլն նմանատիպ տարբեր անցանկալի երևույթներ։ Հետևաբար այս դեպքում անհրաժեշտ է ընդունել, անհրաժեշտ է այդ հակադրությունների միավորումը։ Յունգը խոսում է տրանսցենդենտալ գործառույթի մասին, որտեղ գիտակցությունն ու անգիտակցությունը միանում, այսինքն դառնում մեկ։ Եվ Յունգը նույնիսկ ասում է, որ տեսականորեն հնարավոր է այնպիսի մարդ, որը կարող է գիտակցել ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Տեսականորեն իհարկե հնարավոր է, գործնականում հնարավոր չէ զուտ սահմանման, որովհետև այդ դեպքում մենք խոսենք ոչ թե մարդու մասին, այլ Աստծո մասին։ Բայց բոլոր դեպքերում հենց անհատականացման գործընթացը բերում է դրան եւ դա փուլերով գործընթաց է, առանձին փուլերով, ըստ հերթականության բացվում է մեր ներքին խորքային բնույթը եւ աստիճանաբար մեր գիտակցությունը ընդունում է այդ խորքային բնույթը եւ ըստ Յունգի մարդու խնդիրները անգիտակցությունից չէ, որովհետեւ անգիտակցությունը ինքը իր համար հանգիստ ապրում է, գիտակցությունից է, այսինքն մեր գիտակցական դիրքորոշվածության միակողմանիությունը անհնարին է դարձնում այդ ամբողջական պատկերը, իսկ գոյությունը ըստ Յունգի ամբողջական է։ Գոյությունը ըստ Յունգի հակադրությունների միավորումից է, որը հենց գոյացնում է այդ ամբողջականությունը։ Եվ անհատականացման գործընթացը կարծես բերում է այդ ամբողջականությանը, բերում է այդ հակադրությունների միավորմանը եւ հասկանալի է նաեւ հոգեկան առողջության, ինչու՞ չէ նաեւ հոգեկան կատարելությանը։ Պարոն Պետրոսյան, իսկ որոնք են անհատականացման փուլերը։ Անհատականացումը դե հասկանալի է արդեն, որ յունգյան տեսության մեջ հոգեկանը դիտարկվում է որպես որոշակի խորք ունեցող եւ ընդհանրապես վերլուծական հոգեբանությունը, հոգեբանությունը շատ դեպքերում համանում են նաեւ խորքային հոգեբանություն, որովհետեւ այդտեղ դիտարկվում է հոգեկանի խորքերը, այսինքն շերտերով այսպես կարծես դեպի խորքն է շարժվում եւ հասկանալի է, որ գիտակցության հանդիպումը անգիտակցությանը կամ եսի հանդիպումը, այդ ես բարդույթի չէ, որը անմիջականորեն կապված է գիտակցության հետ եւ կամային էներգիայի, ինչպես ասացինք, նրա հանդիպումը անգիտակցականին կամ անգիտակցականի հետ լինելու ավելի վերին շերտերից, վերին մակարդակներում եւ այստեղ արդեն գալիս են որոշակի փուլեր, որոնք անցնելուց հետո միայն կարող ենք անցնել ավելի խորքային փուլերի, խորքային շերտերի։ Առաջինը սեփական ստվերի հետ հանդիպում, եթե կարելի է այդպես ասել, ստվերը իր մեջ ներառում է մի քանի արխետիպիկ դրսևորումներ, որոնցից կարևորագույնը երևի թե հենց հոգին է, հոգին, որին Յունգը տալիս է տղամարդու դեպքում անիմա անվանումը, կնոջ դեպքում անիմուս անվանումը, երբ հանդիպում ենք եւ հետաքրքիր է, որ տարբեր, ասենք, արական սեռի անհատի մոտ հոգին իգական է, իգական սեռի անհատի մոտ հոգին արական, ինչու է սա այս մասին չխոսենք, որովհետեւ Յունգը գտնում էր, որ մարդու հոգեկանը գտնում է հավասարակշռող փոխազդեցությունների մեջ։ Եվ ընդհանրապես աշխարհը այդ հակադրությունների արկայությամբ նույնիսկ հավասարակշիռ վիճակում է, եթե հավասարակշիռ չլինի, ուղղակի կքանդվի այդ շինությունը եւ հասկանալի է, եթե գիտակցական մակարդակում անհատը ավելի առնական է, ըստ Յունգի անգիտակցական մակարդակում նրա հոգին ավելի կանացի է, ավելի իգական է, այսպես եթե ասենք։ Եվ այդ իսկ պատճառով նա ասում է, որ տղամարդու հոգին ավելի կանացիություն ունի իր մեջ, ինչպես նույն Սալոմեն, չէ՞, Սալոմեն իր հոգու հենց այդ դրսևորումն է, այսինքն կանացիություն որոշակի կարող է լինել, որովհետև մենք գիտակցական մեր դիրքորոշման մեջ կարծես արտամղում ենք այդ կանացիությունը, տղամարդը կանացի ոչինչ չպետք է ունենա եւ այլն, արտամղում ենք եւ այն հայտնվում է հենց այդ անգիտակցականում, կարծես ստվեր, այսինքն այն ինչը մենք չենք ցանկանում մեր մեջ տեսնել։ Մենք դա կարծես մեզնից հեռացնում ենք։ Եվ այդ հանդիպումը բավականին բարդ, բավականին դժվար հանդիպում է, որովհետև շատ դեպքերում մենք չենք կարող ընդունել, որ մենք ունենք այդպիսի կողմ։ Այնուհետև կարելի է առանձնացնել այնպիսի մի փուլ, ինչպիսին մանաանձնավորությունն է։
Մանան դա հոգեկան էներգիան է, հնագույն ցեղախմբերի մոտ այդպես են անվանում հոգեկան էներգիան, եւ մանա անձնավորությունը նա է, ով ոչտված է այդպիսի էներգիայով։ Եվ անհատականացման փուլերից մեկը հենց բնութագրվում է նրանով, որ անհատին թվում է, թե ինքը այդպիսի էներգիայով ոչտված է։ Պատկերացնում եք, այսինքն նրա մոտ առաջը դա կոլեկտիվ անգիտակցականի բովանդակություն է, երբ մենք ասենք, որ վտանգ կա, որ անհատը կարող է իրեն վերագրել այդ կոլեկտիվ անգիտակցության կամ անգիտակցականի բովանդակությունները, սա հենց այդ դեպքն է։ Այսինքն, երբ ես վերագրում եմ, որ դա իմ ընդունակություններն են, իմ կախարդական, այսպես գերբնական ընդունակություններն են, որ դա հենց ես եմ, այս դեպքում իհարկե գնալու է այդ արժեզրկման, լայնացման, ուղղճացման գործընթացը, ես տարալուծվելու եմ կոլեկտիվ անգիտակցության մեջ, կոլեկտիվ անգիտակցությունը ինձ խժռելու է։ Բայց եթե ես հստակ գիտակցում եմ, որ չէ, դա իմը չի, դա համայն մարդկությանն է, դա տիեզերքինն է, տիեզերքի ուժն է, պարզապես այս պահին այդ ուժը դրսևորվում է ինձանով, իմ ներսում, եթե իհարկե ես դա գիտակցում եմ, ես հաղթահարում եմ այդ փուլը եւ անցնում եմ արդեն հաջորդ փուլերի։ Եվ որպեսզի շատ մանրամասնորեն այդպես չանդրադառնանք ամեն փուլի, հիմնական այդ մի քանի կետով ասենք եւ վերջնականը, որը դժվար է ասել վերջնական, քանի որ դա անհասանելի մի կետ է, բայց բոլոր դեպքերում անհատականացման նպատակն է դա ինքնությունն է։ Ինքնություն, այսինքն այն բացարձակ նույնական ինքնությունը, որը ես կամ, որովհետև ըստ Յունգի մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ իմ պատկերացած ես ամենևին նա չեմ, ով ես իրականում կամ։ Այդ իսկ պատճառով նա որպեսի երկու անգամ իրական եւ կեղծ ես հասկացությունները չօգտագործի, ներմուծում է այդ ինքնություն հասկացությունը, իհարկե դա նրա հայտնագործությունը չի, բայց նա այդ իմաստով կիրառում է ինքնություն հասկացությունը, որպեսի ցույց տա, որ իմ եսը ընդհանրապես իմ պատկերացումներն են իմ մասին, դա մի բարդույթ է, կոմպլեքս, այսինքն հուզական միջուկով իմ հանդեպ իմ վերաբերմունքի առումով եւ իմացական որոշակի բովանդակություն եմ, թե ես ինչ գիտեմ իմ մասին։ Հասկանալի է, որ այդ իմացականի մեջ չեն տեղավորվելու այն թերությունները, այն խորքային մութ խավար կողմերը, որոնք ես մերժում եմ, բայց իմ ինքնությունը ներառում է իր մեջ ոչ միայն իմ այդ եսը, այլև այն ամենը, ինչ ես իրականում կամ ինչի մասին նույնիսկ պատկերացում չունեմ։ Եվ եթե խոսենք անհատականացման նպատակակետի մասին, պիտի ասենք, որ ինքնությունն է անհատականացման նպատակակետը, չնայած քանի որ Յունգը սիրում է պարադոքսներ, նա նաև ասում է, որ մեկնարկի կետը նույնպես ինքնությունն է, այսինքն անհատականացման գործընթացի մեկնարկը սկսում է ինքնությունից եւ ավարտվում է ինքնությամբ։ Հայտնի է նաև հոգեբանական տիպերի յունգյան տեսությունը։ Որպես մեր այսօրվա զրույցի ամփոփում, խնդրում եմ նաև անդրադառնալ դրան։ Այո, հոգեբանական տիպերը մենք առօրյայում էլ շատ հաճախ կարող ենք հանդիպել, չէ՞, մենք ասում ենք էքստրավերտ եմ, մյուսը ինտրովերտ եմ եւ այլն։ Դա գալիս է Կարլ Յունգից եւ շատ հաճախ այդ տիպաբանությունը յունգյան, կարծես երկրորդ պլան է մղվում նրա լիբիդոյի տեսության համեմատ արխետիպերի տեսության կոլեկտիվ անգիտակցություն այդ գաղափարով է ավելի հայտնի Յունգը, բայց պիտի ասեմ, որ դրանք սերտորեն կապակցված են, այսինքն երբ մենք առանձնացնում ենք վերլուծական հոգեբանության այդ առանձին տեսությունները, ենթատեսությունները, եթե կարելի է այդպես ասել, ապա պիտի հաշվի առնենք, որ դրանք սերտորեն կապակցված են եւ հնարավոր չի բացարձակապես մեկը առանց մյուսի։ Ու այս առումով, երբ Յունգը առանձնացնում է հոգեբանական այդ տիպերը ինտրովերտ եւ էքստրավերտ, նա նկատի ունի լիբիդոյի ուղղվածությունը։ Լիբիդոյի ուղղվածությունը, այսինքն հոգեկան էներգիա է, այդ հետաքրքրության ուղղվածությունը։ Էքստրավերտը բառը արդեն ցույց է տալիս էքստրա, չէ՞, դեպի դուրս, դեպի արտաքին աշխարհը ուղղված անհատներն են, ովքեր իրենց հետաքրքրությունը ամբողջությամբ գտնում են արտաքին աշխարհում, ինտրովերտները ճիշտ հակառակը, իրենց համար ավելի կարևոր է իրենց ներհոգեկան բովանդակությունը, ասենք չէ, երկու շերտ կա, գիտակցություն, անհատական անգիտակցություն, իրենք դեպի ներս, նրանց գիտակցությունը ամբողջությամբ դեպի ներս է կենտրոնանում։ Բայց պիտի ասեմ, որ սրանով չի սահմանափակվում յունգյան հայեցակարգի այդ տիպաբանությունը, տիպաբանական հայեցակարգը, երբ խոսեցին գիտակցության մասին, որ գիտակցությունը հարաբերվում է եւ արտաքին աշխարհի հետ եւ ներքին կարծես միջանկյալ կապող այսպես մի շերտ լինի, Յունգը առանձնացնում է նաեւ գիտակցության որոշակի գործառույթներ, մասնավորապես տիպաբանության համար ավելի կարևոր են արտահոգեկան կամ էկտոպսիխիկ գործառույթները, որոնք 4-ն են ըստ Յունգի, զգայությունները, զգացմունքները, մտածողությունը եւ ինտուիցիան։ Եվ դրանք նույնպես դասավորվում են հակադրությամբ։ Զգացմունքները մտածողությանն են հակադրվում, զգայությունները
ինտուիցիայով եւ այս գործառույթներից յուրաքանչյուրը գերակշռում է այսինքն առանձին անհատի մոտ գերակշռում է այս գործառույթներից որևէ մեկը։ Հակադրվող գործառույթը ճնշված է, իսկ մյուս երկուսը օժանդակ դեր են կատարում։ Ըստ այդմ կարող ենք նաև առանձնացնել մարդկանց 4 տիպ այս առումով՝ զգայական տիպ, մտածական տիպ, ինտուիտիվ տիպ եւ զգացմունքային տիպ։ Հետևաբար, եթե 2 են տղեր, 4 են տղեր, պիտի ասենք, որ Յունգյան հայեցակարգում տիպաբանության մեջ կարող ենք առանձնացնել անձի 8 տիպ՝ ինտրովերտ զգայական, էքստրավերտ զգայական եւ այդպես շարունակ, որոնք բավականին լուրջ կերպով նկարագրում են անձի ընդհանուր դրսևորումները շրջակա միջավայրում, այսինքն դեպի դուրս զգայական, թե դեպի ներս ինտուիտիվ, օրինակ, ինչից իհարկե կախված է նաև անձի գործունեությունը եւ ինչու՞ չէ նաև այն հոգեախտաբանությունները, որոնք ավելի հավանական են տվյալ անհատի կյանքում, որ կարող են հանդիպել։ Պարոն Պետրոսյան, շատ շնորհակալ եմ այս շատ հետաքրքիր եւ կարեւոր մանրամասները մեզ հաղորդելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, այսօր այսքանը։ Ցտեսություն։